2016-ի երկու կարևոր իրադարձություն ապրիլյան պատերազմը եւ Սասնա ծռերի զինված խմբավորման կողմից ՊՊՑ գնդի գրավումը լրագրողական հանրության համար լուրջ մարտահրավեր էին ոչ միայն անաչառ լուսաբանման, այլև լրագրողների անվտանգության առումով։ Սեպտեմբերի 29-ին հանրային օրակարգ հասարակական կազմակերպության կազմակերպած քննարկման առանցքում այս եւ ընդհանրապես տեղեկատվական միջավայրին վերաբերող հարցերն էին։ Առցանց առավոտի խմբագիր Աննա Իսրայելյանը օրինակ է բերում հուլիսյան օրերից, երբ ասուլիս էին հրավիրել Սասնա ծռերի անդամները։ Այդ ժամանակ բլոգեր Կարեն Վրթանեսյանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ զինյալներից շատերը զենքից օգտվել չգիտեն։ Ինքը կոնկրետ նկարներ էր հրապարակել, որ մեկի մոտ պահունակն էր, մեկը ամբողջ ընթացքում մատը ձգանի վրա էր, այսինքն առանց մյուսը մի խոսքով բան ասում էր, ինքը ոչ թե խոսում էր այն մասին, որ միտումնավոր կարող է ինչ-որ լրագրողների նկատմամբ բան լիներ, ինքը գրել էր ակնհայտ է, որ գործ ունենք զենքի հետ վարվել չիմացող մարդկանց հետ, իսկ որ այդ խմբի մեծ մասը այնուամենայնիվ զենքի հետ վարվել չգիտեր, ոչ մենակ այդ նկարներից է երևում, այլ իրանց կենսագրությունից։ Այսինքն դու պիտի ընդունես, որ այնուամենայնիվ ստեղ ռիսկի գործոնը կար, մեծ էր, այլ հարցը, թե լրագրողը, լրատվամիջոցը հաշվի առնելով իրադարձության կարևորությունը, որքանով է ինքը պատրաստ այդ ռիսկի վրա ընդունել։ Cividnet-ի լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը Սասնա ծռերի հետ կապված իրադարձությունները լուսաբանել է փողոցում, լրագրողների համար ավելի ռիսկային է համարում ոստիկանության գործողությունները, քան խմբի տղաների պահվածքը։ Որևէ լրագրողի քիթ չարյունոտվեց, բայց դրանից մի քանի օր անց ընդամենը Հայաստանի իշխանությունները, որոնց ի դեպ մենք դիմում ենք, որ գան մեզ օգնեն, սա ես հեգնանքով չեմ ասում, ինչ ծեծ ու ջարդի ենթարկեցին մեզ լրագրողներիս։ Քննարկման անդրադարձ եղավ նաև առցանց տիրույթում լրատվամիջոցների պատասխանատվության խնդրին։ Հունիսին 15 լրատվամիջոցների խմբագիրներ հայտարարություն էին ստորագրել, որով առաջարկվում էր փոխել զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի որոշ դրույթներ։ Ովքեր ուզում են դառնալ զանգվածային լրատվության միջոց, ըստ այդմ օգտվել ենթադրենք հավատարմագրման եւ մնացած իրավունքներից, պիտի իրենց առաջին էջում ամփոփող տեղում ունենան բոլոր այն տվյալները, ինչ որ պահանջում է տպագիր լրատվամիջոցը։ Ես կարծում եմ, որ օրենքում այս փոփոխությունը անհրաժեշտ է։ Իմ մտահոգությունն է, որ հենց որ սա գնա կառավարություն կամ գնա ազգային ժողով, ինչ որ մեկը նախաձեռնի դա փոփոխություն, կարող է հետո դրա հերը անիծեն այնպես ու այնպիսի սահմանափակումներ մտցնեն, որ ավելի որ ես հետո փոշմանեմ, որ այդպիսի բան եմ մտածել։ Մենք ընդհանրապես կարող է հրաժարվենք որևէ ձևով դաշտի որևէ օրենսդրական կարգավորումից, որովհետև գործ ունենք մի խորհրդարանի հետ, որ կարող է ամեն ինչ փչացնի։ Անալիտիկոն հանդեսի խմբագիր Գեգամ Բաղդասարյանը լրատվական դաշտի մեկ այլ խնդրի վրա է ուշադրություն հրավիրում։ Կարծիքն ավելի շատ է, քան լուրը, աննորմալ շատ։ Կա արդյոք լրագրողական պրոֆեսիոնալիզմի խնդիր, հարցադրում է անում նա։ Կա լրագրողական պրոֆեսիոնալիզմի խնդիր, թե կարելի է ամեն ինչ բացատրել օրենսդրության անկատարությամբ։ Հայաստանի տեղեկատվական դաշտին վերաբերող տարբեր խնդիրներ տեղ են գտել անալիտիկոն հանդեսի Օգոստոսյան համարում։